It's my second time here. Երկրորդ անգամ է Հայաստանում եմ։ Last time I stood on this stage, Անցած անգամ ես բեմում կանգնած I felt I had a prophetic word for the church here in Yerevan, եկեղեցու Երևանի եկեղեցու համար մարգարեական խոսք ունեցա and particularly for Karen. ու մասնավորապես Կարենի համար։ And it was a word about an earthquake. Դա երկրաշարժի մասին խոսք էր։ Do you remember that? Հիշում եք այդ խոսքը ժողովուրդ։ And then there was a lady in the back, Ու this lady, քույրերից մեկը մեր անկան and you had a prophetic word. The word was epicenter. ու նաև ինքը մարգարեական խոսք ունեցավ այդ ժամանակ ու այդ խոսքը էպիկենտրոնն էր։ And she said, I came to the church not understanding what that word Ու meant. անկան ասում էր, ես եկեղեցի էի գալիս այդ բառը իմ մեջ հնչում էր, էպիկենտրոն չգիտեի ինչա դա But նշանակում։ when you gave the prophetic word about an earthquake starting here, Բայց երբ որ տվեցի այդ մարգարեությունը երկրաշարժի մասին, որ այստեղից էր սկսելու, the start of an earthquake is the epicenter. ու երկրաշարժի սկիզբը հենց այդ էպիկենտրոնն է։ And I just want to remind you about where we saw this earthquake resonating to. Ուզում եմ հիշեցնել մեր տեսիլքում այդ երկրաշարժը ոնց էր տարածվում, ինչ ուղղություններով։ It's not a natural earthquake, so don't worry. Բնական երկրաշարժի մասին չի խոսքը, այնպես որ մի It's a անհանգստացեք։ supernatural Դա earthquake. գերբնական երկրաշարժի մասին էր։ And we saw this earthquake resonate to three areas. Ու մենք տեսանք, որ այս ցնցումները տարածվում են 3 ուղղություններով։ We saw it resonate north, Տեսանք, որ բարձրանում են հյուսիս, up into former Soviet Union nations. նախկին սովետական միության երկրների մեջ էին գնում։ And it was great to have Igor with us from Ukraine, Ու մեր հետ իգրներ Ուկրաինայից այդ ժամանակ, who'll be joining us tomorrow for the conference. որը վաղը մեզ կմիանա համաժողովին մեր։ And I feel there was a beautiful pairing between Igor and Karen. Ու կարծում եմ, որ Իգորի եւ Կարենի միջև շատ հրաշալի կարծես զուգակցում կա, And we're gonna see զույգով things- աշխատում են։ We're going to see things come from here up into Georgia, Ու մենք տեսնենք, որ ստեղից բաներ են տարածվում գնում Վրաստան, up into Ukraine, Ուկրաինա, up into Russia, Ռուսաստան, because God has plans for this church to influence that region. որովհետեւ Աստված պլաններ ունի այս եկեղեցու համար ազդելու այդ տարածքների վրա։ And then we saw it reverberating into southern Europe, Ու հետո տեսանք, որ այդ ցնցումները տարածվում են հարավային Եվրոպա։ particularly in places like Turkey, Spain, Թուրքիա, Albania, Greece. Իսպանիա, Ալբանիա, Հունաստան։ And at the conference last year, there were people from Albania and Spain. Ու մեր կոնֆերանսին անցած տարի Իսպանիայից ու Ալբանիայից մարդիկ կային։ And then I think one of the most significant reverberations of this earthquake Ու կարծում եմ, որ այս երկրաշարժի ամենաէական ցնցումներից, այդ ալիքներից մեկը is it going south. այն էր, որ ինքը տարածվում էր դեպի հարավ։ And it's going to touch the nations that are at war at the moment. Ու այդ ալիքները կպնելու են ազգերի, որոնք հիմա պատերազմի մեջ են։ I believe it's going to be particularly significant into Iran. Կարծում եմ, որ շատ էական շարժ է լինելու դեպի Իրան, I believe it into Iraq, Իրաք, հավատում եմ դեպի Afghanistan. Աֆղանստան։ We would have had another team member from Oman with us. Պետք է Օմանից մեր թիմից մեկը մեզ միանար վաղը, He couldn't get the flights because of the war. բայց պատերազմի պատճառով այնտեղից թռիչներ չի But իրականացվում։ they have influence into India and Pakistan and Sri Lanka Ու and այդ մարդիկ Philippines. ազդեցություն ունեն Հնդկաստան, Պակիստան, Շրի Լանկա, Ֆիլիպիններ։ And I believe you're going to be a part of that too. Ու ես հավատում եմ դուք էլ դրա մասն եք լինելու։ So as we look into the early church, Ու երբ որ նայում ենք առաջին կամ վաղ եկեղեցուն, there are several examples of churches that are like this earthquake church. մի քանի օրինակներ կան այնպիսի եկեղեցիների, որոնք այս երկրաշարժի եկեղեցու նման են։ One of them I want to bring to you today, Ու այդ եկեղեցիներից մեկի մասին ուզում եմ այսօր խոսել։ and it's the church in Antioch. Դա այն եկեղեցիները, որ գործում էր Անտիոք քաղաքում։ And I believe you are like a model church like Antioch. Ու ես հավատում եմ դուք Անտիոքի եկեղեցու նման մոդել եկեղեցի եք։ Antioch was formed out of persecution. Անտիոքի եկեղեցին ձևավորվել էր հալածանքի արդյունքում։ The persecution that happened in Jerusalem in the early church, Վաղ եկեղեցում Երուսաղեմում տեղի ունեցած հալածանքի պատճառով people traveled as far, they were scattered as far as մարդիկ Antioch. ծրվեցին ու հասան Անտիոք։ The church was planted.
Այնտեղ եկեղեցի հիմնվեց, They connected with Gentiles, not the Jews. ու այդ եկեղեցում մարդիկ սկսեցին կապ հաստատել ոչ թե հրեաների, այլ հեթանոսների հետ։ And the gospel first went to the Gentile Ու world. առաջին անգամ ավետարանը փոխանցվեց, գնաց հեթանոսական աշխարհի մեջ։ And they were called Christians first. Ու At Antioch. առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները կոչվեցին քրիստոնյաներ։ Although Karen informs me Թեև Կարենը ինձ ասել է, that really the first Christians were in Armenia. որ առաջի քրիստոնյաները In fact, Հայաստանում են Karen եղել։ tells me there were Christians in Armenia before Christ. Գիտեք, որ մինչև Քրիստոսն ենք, չէ՞ մենք քրիստոնյա։ Is that true? That's what Karen says. Կարենը տենց ասում, դու էլ պետք է իրան հավատաս։ Մենք սա հավատում ենք մեր հովին, չէ՞։ Let's read about the Antioch church in Acts chapter 11 Եկեք 11-րդ գլխից Գործք առաքելոցի կարդանք այդ Անտիոքի եկեղեցու and մասին։ hike. If you could read Acts chapter 11 verses 19 to 26. 11-րդ գլխի 19-ից 26 համարները։ Եվ Ստեփանոսի պատճառով ցակած հալածանքի հետևանքով ցրվածները մինչև Փյունիկե, Կիպրոս եւ Անտիոք հասան եւ բացի երեաներից ոչ ոքի չէին քարոզում Աստծո խոսքը։ Նրանցից ոմանք, որ Կիպրացի եւ Կյուրենացի էին, երբ եկան Անտիոք, խոսում էին հույների հետ, կարոզելով Տեր Հիսուսին, ու Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, եւ բազմաթիվ մարդիկ հավատացին եւ Տիրոջը դարձան։ Սրա լուրը հասավ Երուսաղեմի եկեղեցու ականջին եւ Բարնաբասին ուղարկեցին, որ մինչեւ Անտիոք գնա։ Երբ նա եկավ ու տեսավ Աստծո շնորհը, ուրախացավ եւ բոլորին հորդորում էր, որ սրտի հոժարությամբ շարունակեն Տիրոջը հարել, որովհետեւ նա բարի մարդ էր, Սուրբ Հոգով եւ հավատով լեցուն, եւ Տիրոջը շատ ժողովուրդ հարեց։ Եվ Բարնաբասը Տարսոն գնաց Սողոսին փնտրելու, եւ երբ նրան գտավ, բերեց Անտիոք։ Եվ այնպես եղավ, որ նրանք մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցու հետ եւ շատ ժողովրդի էին սովորեցնում, եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները քրիստոնյա անվանվեցին։ And then if you turn over to Acts chapter 13 Եվ 13-րդ գլուխը Գործք առաքելոցի verses 1 to 3 describe the leadership and what happened in Antioch. 1-ից 3 համարներում նկարագրվում է առաջնորդական թիմը եւ ինչ եղավ Անտիոքում։ Եվ Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ եւ ուսուցիչներ, ինչպես Բարնաբաս եւ Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը, որը Հերովդեսի 4-րդապետի հետ էր մեծացել, եւ Սողոսը։ Եվ սրանք Տիրոջ ծառայությունն էին անում ու ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. Ինձ համար առանձնացրեք Բարնաբասին եւ Սողոսին այն գործի համար, որի համար ես նրանց կանչել եմ։ Այն ժամանակ ծոմ պահեցին, աղոտ կարեցին, նրանց վրա ձեռք դրեցին եւ ուղարկեցին։ Antioch was a very important city. Անտիոք շատ կարևոր քաղաք էր։ It was like a cosmopolitan city Դա մի կոսմոպոլիտ քաղաք էր, where people from all different nations were. որտեղ տարբեր ազգերից մարդիկ էին բնակվում։ It was like a crossroads of east and west. Կարծես արևելքի ու արևմուտքի միջև մի խաչմերուկ էր։ I believe it's a little bit like Yerevan, Կարծում եմ ինչ որտեղ Երևանին նման։ a key city, Բանալի քաղաք, կարևոր քաղաք, very cosmopolitan, շատ կոսմոպոլիտ, east meets west. որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքին։ And out of this place, planted out of persecution, Ու այս նման վայրում հալածանքից հետո հիմնվեց came a եկեղեցի։ very significant Մի church. շատ կարևոր եկեղեցի։ It was a church that God used to launch missionary journeys all over the world. Դա մի եկեղեցի էր, որ Աստված օգտագործեց, որ աշխարհի տարբեր ծայրեր միսիոներական ճամփորդություններ ձեռնարկի այդտեղից։ Saul, who we read about in this passage, Սավուղը, որի մասին մենք կարդում ենք այս հատվածում, is later called Paul, the Apostle Paul. Պողոս առաքյալն է։ And that was the church that he was sent out from. Ու դա այն եկեղեցին էր, որտեղից Պողոսը ուղարկվեց։ And Barnabas, who was sent from Jerusalem to check it out, Ու Բարնաբասը, որին Երուսաղեմից ուղարկել էին գնահատեն անդեղ ինչա կատարվում, is so impressed by what God is doing, այնքան է տպավորվում Աստծո արածով, he goes and finds Saul որ ինքը գտնում է Սավուղին and he stays there a whole year with them. ու իր հետ մի ամբողջ տարի մնում է Անտիոքում։ Maybe we should be very impressed with what God's doing amongst you. Մենք ոնց որ շատ տպավորված ենք նրանով ինչ որ Աստված Maybe անում է Danny ձեր and I մեջ։ should stay a year here with you. Երևի ես ու Դենին մնանք ստեղ
But God is doing something amongst you. Բայց Աստված ձեր մեջ բաներ է And I անում։ want to say 4 things about this church and apply it to you. Ու 4 բան եմ ուզում նշեմ այս եկեղեցու մասին, որ նաև ձեզ է վերաբերում։ Number 1, Առաջինը, it was a church of the nations. դա ազգերի եկեղեցի էր։ There was all different nationalities in this church. Տարբեր ազգություններ կային այդ եկեղեցում։ And although we love Armenians, Ու թեև մենք շատ ենք սիրում հայերին, we also love the nations. մենք նաև սիրում ենք այլ ազգերին։ And this is to be more and more a church for the nations. Ու սա գնալով ավելի է դառնում եկեղեցի ազգերի համար։ And different nations are coming to join this church. Տարբեր ազգեր են գալիս ու միանում են այս And եկեղեցում։ I believe that's going to be very strategic for you. Ու հավատում եմ, որ այդ երևույթը շատ ռազմավարական է լինելու ձեզ համար։ Just have a look who was here in Antioch. Տեսեք, ովքեր էին Անտիոքում։ Barnabas, Բարնաբասը, he's a Levite from Cyprus. ինքը Կիպրացի ղևտացի էր։ He's a Jewish man Ինքը հրեա էր, from a very religious background, որի անցյալը խիստ կրոնական էր։ and he's coming from Greece. Ու ինքը Հունաստանում էր ծնվել։ Then we have Simeon, Հետո Սիմեոնը, who's called Niger. որին Նիգեր են The կոչում, word Niger in Greek Նիգեր բառը հունարեն means black. նշանակում է սև։ He was a black man in the church. Ինքը եկեղեցու սևամորտներից մեկն էր։ By the way, there's no white men here at all. Իդեպ ասեմ, ստեղ դասական եվրոպական սպիտակամաշտ There's olive-skinned Marchka. Mediterraneans, բոլորը մեր նման սև տրճեներ են։ and there's black people. Սևամորտներ, The white people get it later, John. ավելի ուշ են սիվտակները մոտենում միանում։ Probably this guy, Simeon, Հնարավոր է, որ այս Սիմեոն կոչվածը historians and theologians say he was probably a converted black slave. ասում են աստվածաբանները ու աստվածաշնչյան գիտնականները, որ ինքը դարձի եկած սևամորտ ստրուկ էր։ So also was Lucius of Cyrene. Նույնպես Ղուկիոս Կյուրենացին, That's North Africa. դա Հյուսային Աֆրիկայի հատվածում է։ Again, another black person. Եվս մեկ սևամորտ։ And again, probably another converted slave. Ու նորից հնարավոր է եւս մեկ դարձի եկած ստրուկ։ Then we have Manion, Հետո Մանայենը ունենք, who was brought up with Herod the Tetrarch. որը Հերովդես 4-րդապետի հետ էր մեծացել։ He was not just in the same area or in the same class at school. Այդ չի նշանակում, որ ինքը իր հետ դպրոց էր գնացել կամ նույն դասակարգի մարդ էր։ When it says he was brought up with him, Այդ որ ասում է իր հետ էր մեծացել։ it means he was part of the royal family. Դա նշանակում է, որ ինքը թագավորական ընտանիքի հետ 4-րդապետ էր, չէ՞, այդ մարդը դրա մասն էր։ So we have ex-slaves Նախկին ստրուկներ with royalty. արքայական տոհմից եկող մեկի հետ։ We have black Africans Մենք ունենք սևամորտ աֆրիկացիներ with Greek Europeans. եվրոպացի հույների հետ։ And then we have Saul, Ու հետո Սավուղը, who was a Hebrew of the Hebrews, the Jewish elite. որը հրեայից հրեայ էր, եբրայական վերնախավից էր։ So we have Jews loving Gentiles. Ոստեղ մենք ունենք հրեաներ, որոնք սիրում են We have հեթանոսներին, black loving European ունենք Mediterraneans. սևամորտներ, որոնք միջերկրածով են եվրոպացիների են We սիրում։ have rich royalty, Մենք ունենք հարուստ արքայական տոհմից մարդիկ, loving former slaves. որոնք նախկին ստրուկների են սիրում։ This is a beautiful picture of the Church of Jesus. Սա Հիսուսի եկեղեցու գեղեցիկ պատկերն է։ The color of our skin doesn't matter. Մեր մաշկի գույնը կարևոր չի։ Our background doesn't matter. Մեր անցյալը կարևոր չի։ We can come from a very high background or a very low Մենք կարող background. ենք շատ բարձր խավից գալ կամ շատ ցածր խավից գալ։ We can be royalty or a slave. Կարող ենք արքայական տոհմից լինել, կարող ենք լինել We're all ստրուկներ։ one in Christ Բոլորս Jesus. մեկ ենք Հիսուս Քրիստոսի մեջ։ And I believe that is a speciality of this church. Ու ես հավատում եմ, սա այս եկեղեցու մասնագիտությունն է։ And I believe our worship, even this morning, Ու ես հավատում եմ նույնիսկ մեր փառաբանությունը, որ մենք վայելեցինք, it mirrors the heavenlies, դա երկնքի փառաբանության արտացոլումն է։ where we're told in Revelation Երբ որ կարդում ենք հայտնության մեջ, to fulfill the promise to Abraham,
որ կատարվի Աբրահամին տրված խոստումը։ Every tribe, language, tongue, Ամեն and nation ժողովուրդ, ազգ, տոհմ եւ լեզու is around the throne worshipping Jesus. կանգնած գահի շուրջը երկրպագում է Հիսուսին։ And I believe the Lord wants to say to you here, Ու ես հավատում եմ, որ Տերը ուզում է ձեզ ասել I այստեղ։ want to open the door to more nations, Ես ուզում եմ ավելի շատ ազգերի համար դուռ բացել, more different colors of skin, ավելի շատ մաշկի գույներ տարբեր որ լինեն, more different backgrounds, տարբեր անցյալներով մարդիկ young լինեն, and old, երիտասարդ men and տարիքով, կին տղամարդ, rich and poor, հարուստ եւ black and աղքատ, white, սև կամ սպիտակ, all worshipping the Lord together. բոլորը միասին Տիրոջն են Now that երկրպագում։ brings me to my second point. Ու դա ինձ բերում եմ երկրորդ կետին։ I wonder what it was that Barnabas saw. Sorry. I wonder what it was that Barnabas saw. What did Barnabas say? Բարնաբաս ինչ է ասում Սավողին։ He was sent from the Jerusalem base to check them out. Բարնաբասին Երուսաղեմից ուղարկում են, որ գնա տեսնի Անտիոքում ինչ է կատարվում։ Because they'd heard in Jerusalem Որովհետև Երուսաղեմում լսել էին, that this church in Antioch որ Անտիոքիես եկեղեցին was preaching the gospel not just to Jews but to Gentiles. ավետարանը ոչ միայն հրեաներին, այլև հեթանոսներին էլ է Now that քարոզում։ was the fulfillment of the promise to Abraham Ու դա Աբրահամին տրված խոստումի իրականացումն էր։ that all families of the earth would be blessed. Աշխարհի բոլոր ընտանիքները կօրհնվեն։ And it was the promise of Jesus himself Ու դա Հիսուսի տված խոստումներ who են։ told the apostles to go to preach to Ով all ասաց nations. առաքյալներին, որ գնան ու բոլոր ազգերին ավետարանեն։ But the apostles stayed in Jerusalem Բայց առաքյալները մնացին Երուսաղեմում։ and God sent the persecution Ու Աստված հալածանք ցույց and they were տվեց։ scattered. Ու իրենք ծրվեցին։ And suddenly the gospel is now being preached to the Gentiles. Ու մեկ էլ ավետարանը քարոզվում է հեթանոսներին։ And it said Barnabas saw something. Ու գրված է, որ Բարնաբասը ինչ որ բան տեսավ։ He saw the evidence of the grace of God. Ինքը տեսավ Աստծո շնորհի վկայությունը։ And I believe that's my second point to you. Ու հավատում եմ սա իմ երկրորդ կետն է ձեզ։ You're to be a church of the grace of God. Դուք պիտի լինեք Աստծո շնորհի եկեղեցի։ That's what he saw. Այդ մարդը այդ տեսավ He այդտեղ։ saw that everyone was saved by grace. Բարնաբասը տեսավ, որ բոլորը շնորհով են փրկված։ He saw that it didn't matter what color of skin you had. Ինքը տեսավ, որ կարևոր չի դու ինչ մաշկի գույն ունես։ Didn't matter about your ethnicity. Քո էթնիկ ծագումը կարևոր չի։ It didn't matter about your status in society. Հասարակության մեջ քո խավը կարևոր չի։ You were all one in Christ. Դուք բոլորդ մեկ եք Քրիստոսի This is a մեջ։ church of the grace of God. Սա Աստծո շնորհի եկեղեցին է։ We are all saved by the same grace. Բոլորս փրկված ենք նույն We all շնորհով։ come in by the same way. Մենք բոլորս նույն ճանապարհով ենք եկել։ None of us have privilege here. Որևէ մեկս այստեղ ինչ որ արտոնություն չունի։ Or maybe I should say it differently. Կամ այլ կերպ ասեմ, All of us have privilege here. բոլորս այստեղ արտոնություն ունենք։ We are all favored by God. Բոլորս Աստծո հաճության ներքո We are ենք։ all saved by the same grace of God. Բոլորս Աստծո նույն շնորհով ենք փրկված։ And when Paul talks about the grace of God, Երբ որ Պողոսը խոսում է Աստծո շնորհի մասին, he talks, yes, about salvation, ինքը այո խոսում է փրկվելու մասին, but he also talks about grace gifts. բայց ինքը նաև խոսում է շնորհի պարգևների մասին, That when you become a Christian, որ երբ որ դու դառնում ես քրիստոնյա, we're all saved on the same basis, մենք բոլորս նույն հիմքով ենք փրկված, but we all come to play different parts. բայց մենք բոլորս գալիս ենք տարբեր դերեր խաղալու։ Paul will use the illustration of the body for this. Ու Պողոսը սա նկարագրելու համար օգտագործում է մարմինը։ Some are eyes, they can see things prophetically. Ոմանք աչքեր են, որոնք կարող են բաներ տեսնել մարգարեաբար։ Some are ears, they can hear the word of God. Ոմանք ականջներ են, որ կարող են լսել Աստծո խոսքը։ Some are hands that work in the community, blessing. Ոմանք ձեռքեր են, որ գործում են համայնքների մեջ։ Some are feet, like evangelists, going to tell the good news. Ոմանք ոտքեր են ավետարանների նման, որ գնում են բարեգորը Everybody տարածելու։ here has a different grace gift. Ցանկացած մեկը այստեղ տարբեր շնորհի պարգևներ ունի։ It doesn't matter how old you are, Կարևոր չի քո տարիքը, it doesn't matter how young you are, կարևոր չի դու ինչքան երիտասարդ ես, it doesn't matter if you're a man or a woman, կարևոր չի դու կին ես թե տղամարդ ես, educated or not educated, կրթված թե ոչ այնքան, whatever nation you've come from,
քո ազգային պատկանելությունը, you have a grace gift. դու ունես շնորհի պարգև քեզ տրված։ And we need to receive your gift. Ու մենք կարիք ունենք ընդունելու քո պարգևը։ It's like everyone has a piece of the puzzle. Ճիշտ նման է նրան, որ ամեն մեկս ունի puzzle-ի մի կտորը։ Do you know, like a child's jigsaw puzzle? Yeah. You can't complete the picture till everyone puts their bit in there. Puzzle-ը չի ամբողջանա այնքան ժամանակ, մինչև ամեն մեկս մեր մասը չդնենք։ And if we don't have your piece of the puzzle, Ու եթե մենք քոնը չունենանք քո puzzle-ի կտորը, there's a hole. մի հատ անց կա մնալ այդ պատկերի մեջ։ You might be a visitor here this morning. Կարող է դու այսօր ուղակի ստեղ որպես հաճախորդ ես եկել, ուղակի ստեղ ես։ You might be saying, is there a place for me in this church? Կամ մտածում ես, ես տեղ ունեմ ընդհանրապես այս եկեղեցում։ Yes, there is. Այո, դու ունես տեղ։ God has given you a piece of the puzzle that we need. Աստված քեզ տվել է puzzle-ի այդ մի կտորը, որի կարիքը մենք ունենք։ Some of us just come in for a short time and we leave a piece of the puzzle with you. Ոմանքս գալիս ենք մի հատ կարճ ժամանակով մեր puzzle-ի կտորը դնում ենք գնում ենք։ Some of you stay here and you keep bringing your piece to the meeting. Ոմանքդ մնում եք ու շարունակաբար ձեր կտորներն եք You բերում։ keep bringing it to the community that you live in. Բերում եք այն բնակավայրերը, այն համայնքները, որտեղ դուք ապրում եք այդ կտորները։ This is the evidence of the grace of God. Սա Աստծո շնորհի վկայությունն է։ Everyone is graced here with gifts. Ցանկացած մեկը այստեղ շնորհի պարգև ունի։ So Paul uses the word grace to describe our salvation. Պողոսը շնորհ բառը օգտագործում է մեր փրկություն նկարագրելու համար։ Sometimes he uses the word grace to describe the gifts of the Spirit that everyone Երբեմն has. շնորհքը օգտագործում է շնորհքի պարգևները նկարագրելու համար, որ բոլորս ունենք, And sometimes he uses it about certain people ու երբեմն շնորհ բառը օգտագործում է կոնկրետ մարդկանց առումով, who are grace gifts from Jesus. որոնք Հիսուսի շնորհի պարգևներն են In եկեղեցում։ Ephesians chapter 4, Եփեսացիների 4 գլխում Paul says that the risen Lord Jesus Պողոսն ասում է, որ հարուցյալ Տեր Հիսուսը has given grace gifts of people մարդկանց տվել է շնորհի պարգևներ to the church. եկեղեցում, Apostles, առաքյալներ, prophets, մարգարեներ, evangelists, ավետարանիչներ, pastors, հովիվներ, teachers. ուսուցիչներ, Right, yeah, he's a teacher. You know, it's like a hand, five. կարծես 5 մատով ձեռքի մասին է։ We need to see all five of those gifts working in the church. Ու մենք պետք է տեսնենք, որ եկեղեցում գործում են այդ յուրաքանչյուր 5-ն էլ։ And that's what Barnabas realized. There was something missing in this church. Ու Բարնաբասը հասկացավ, որ այս եկեղեցում ինչ-որ բան չկա, բացակայում է։ He realized it needs apostolic gifting. Ինքը տեսավ, որ կարիք կա առաքելական պարգևի։ So he brings Saul. Դրա Paul համար in. ինքը Սավողին, Պողոսին բերեց։ It talks about prophets and teachers there. Ու այնտեղ կարիք կար մարգարեների, ուսուցիչների։ And I want to encourage you here in Yerevan and in the other churches of Rhema Ու ես ուզում եմ Երևանի եւ Ռեմայի այլ եկեղեցիներին հորդորել։ to look for those grace gifts amongst you. Փնտրեք ձեր մեջ այդ պարգևները, շնորհքի պարգևները, փնտրեք։ God wants to raise up more apostles Աստված ուզում է ավելի շատ առաքյալներ բարձրացնել, who will go and break open new territory. ովքեր կգնան ու նոր տարածքներ կբացեն։ God wants to raise up more prophets who will see what God is doing. Աստված ուզում է նոր ավելի շատ մարգարեներ բարձրացնել, ովքեր կտեսնեն թե Աստված ինչ է անում։ He wants to raise up more evangelists Ուզում է բարձրացնել ավելի շատ ավետարանիչներ, who will equip us to preach the gospel. որոնք մեզ կհանդերձավորեն ավետարանը տանելու He շնորհքով։ wants to raise up more pastors who can look after the flock. Ուզում է ավելի շատ հովիվներ բարձրացնել, ովքեր կխնամեն հոտը։ And he wants to raise up more teachers who can teach God's word to Ուզում է us today. ավելի շատ ուսուցիչներ բարձրացնել, ովքեր կարող են ուսուցանել Աստծո խոսքը։ I particularly want to thank you here in this church in Ուզում եմ Yerevan հատուկ շնորհակալություն հայտնել Երևանի եկեղեցուն, for releasing Karen որ եկեղեցին արձակում է Կարենին, as an apostle amongst us. որպես առաքյալ մեր մեջ։ It's been so good for our apostolic team Շատ հրաշալի էր մեր առաքելական թիմի to have համար, Karen on our team որ Կարենը մեր թիմում է and արդեն, for us to better partner together. ու որ մենք կարող ենք իրար հետ ավելի լավ գործակցել։ And
when Igor will be with us this week, Ու երբ որ Իգորը գա մեզ միանա հաջորդ շաբաթ, there's something about international apostles working together and partnering together. ինչ որ մի կարևոր բան կա, երբ որ միջազգային առաքյալները իրար հետ թիմ են կազմում ու միասին գործում են։ In fact, one of the early words of New Frontiers New Frontiers-ի մեր եկեղեցական շարժման հետ կապված ոնց որ առաջին բառերից մեկը, which is the group of churches that we belong to, the bigger picture, the bigger family, այդ մեր մեծ ընտանիքն է, մեր մեծ եկեղեցիները, was of a herd of elephants. մենք այդ եկեղեցիները, որ սկսեցինք, դրա առաջի տեսիլքը փղերի հոտն էր։ And one elephant apparently cannot break through jungle terrain on its own. Ու եթե վերցնում եք մի փիղը չի կարող ջունգլիների մեջով արահետ բացել։ But when you get a herd of elephants, Բայց երբ որ փղերի մի հատ հոտ է, and some of us may be looking more elephantine, ու ոմանքս ավելի շատ ենք մի քիչ փղեին նմանվում I don't know. ժամանակի հետ, But elephants herd together, բայց փղերի հոտը միասին they can smash through jungle territory կարող են այդ ջունգլիների մեջ գնալով արահետ բացել, and ճամփա make new բացել, paths, new roads. ու նոր ուղիներ, նոր ճանապարհներ բացել։ And I believe this is a church of the grace of God, Ու ես հավատում եմ, որ սա Աստծո շնորհքի եկեղեցին է, where we'll see people sent. We'll come back to that in a minute. որը կտեսնենք, որ մարդիկ է ուղարկում, բայց դրան մասին կխոսենք The մենք third հեսա։ point Երրորդ կետը is Antioch was a church shaped by the Holy Spirit. այն էր, որ Անտիոքը մի եկեղեցի էր, որը Սուրբ Հոգին էր ձևավորում, ձև տալիս։ It's so important we honor prophetic words. Շատ կարևոր է, որ մենք պատվենք մարգարեական խոսքերը։ It's so important we listen to the Spirit. Շատ կարևոր է, որ մենք լսենք Հոգուն, You see, the Spirit of Jesus is the Spirit of prophecy. որովհետև Հիսուսի Հոգին մարգարեական Հոգին է։ Jesus himself speaks to the church through the prophetic. Հիսուսը խոսում էր եկեղեցուն մարգարեականի միջոցով։ Jesus said, "My sheep will hear my voice." Հիսուսն ասում էր, որ իմ գառները իմ ձայնը կլսեն։ It's not about Jeremy's voice or Hike's voice. Այդ Ջերեմիի կամ Հայկի ձայնը չի։ It's not about Danny or Karen. Դենի կամ Կարենի ձայնը չի։ It's about Jesus speaking to his church. Այլ Հիսուսն է խոսում իր եկեղեցուն։ And by the Holy Spirit, Jesus shapes his church. Ու Սուրբ Հոգով Հիսուսը ձևավորում է իր Jesus եկեղեցին։ said, "I will build my church." Հիսուսն ասել է, որ ես կկառուցեմ իմ And one of the եկեղեցին։ ways Jesus builds his church is by speaking truth and the prophetic to his church. Ու Հիսուսը իր եկեղեցին կառուցում է ճշմարտությունը ու մարգարեականը իր եկեղեցուն խոսելու միջոցով։ And this was a church shaped by the Holy Spirit. Սա մի եկեղեցի էր Անտիոքում, որը ձևավորվում էր Սուրբ Հոգով։ It said while they were praying and fasting and Գրված worshiping, է, որ երբ որ իրենք ծոմ էին պահում, աղոթում էին ու երկրպագում էին, the Holy Spirit said to Սուրբ them, Հոգին իրենց ասեց. "Send off Paul and Barnabas Պողոսին ու Բարնաբասին for ուղարկեք apostolic ministry." առաքելական եկեղեցուն։ Ծառայության։ Now Dr. Luke, who is writing this book, Ղուկասը, բժիշկ Ղուկասը, որ գրում է գործք առաքելոցը, he's probably one of the most detailed writers of the New Testament. ինքը նոր կտակարանի թերևս ամենամանրակրկիտ գրողներից մեկն է։ He so often gives details that other writers don't give. Ինքը շատ հաճախ մանրամասներ է հայտնում, որ ուրիշները անտեսում են։ So the Gospel of Luke gives us more detail than Matthew and Mark and Luke and John. Ու Ղուկասի ավետարանը շատ ավելի մանրամասներ է ներկայացնում մեզ, քան թե Մատթեոսի, Մարկոսի ու Հովհաննեսի ավետարանները։ Because Luke is a details man. Որովհետև Ղուկասը մանրամասների մարդ է։ Քթի մազա էլի։ He says in introductions to his books, "I've thoroughly researched these things." Ղուկասը իր գրքերի նախաբաններում գրում է, որ այս բաները ոնց որ մանրամասն ուսումնասիրված է, մանրամասն պարզված է եւ այլն։ He's the one who tells us all the names of the leaders of this church. Ինքն է, որ մեզ ասում է եկեղեցու առաջնորդների անունները։ And he tells us about the background of those leaders as well, where they're from. Ասում է իրենց անցյալի մասին, որտեղից են իրենք։ He's very detailed. Շատ մանրամասների հետևից անկած։ But just look what it says. Ու տեսեք ինչ է ասում ինքը։ When Paul and Barnabas are going to go on the greatest adventure ever,
Երբ որ Պողոսն ու Բարնաբասը պիտի գնային իրենց կյանքի ամենամեծ արկածային ճամփորդության մեջ, it doesn't say Simeon prophesied գրված չի, որ Սիմեոնը մարգարեացավ, or Lucius կամ prophesied. Լուսիոս այն մարդիկ ու անունները ինքը տալիս է։ It just said the Holy Spirit Ուղղակի said. ասում է Սուրբ Հոգին ասեց։ I wonder why that is. Ինչ է այդպես ասում Ղուկասը։ Because sometimes we put importance on words because they've come from a certain man. Որովհետև մենք երբեմն խոսքերին կարևորություն ենք տալիս ելնելով նրանից, թե ով է այդ խոսքը ասել։ But this honors the fact that it was the Spirit that was saying it. Բայց Ղուկասը ստեղ ասում է, որ Հոգին ասեց, ինքը Which դրանով է բարձրացնում է։ Which means any one of you can hear the Holy Spirit. Ինչը նշանակում է, որ ստեղ ցանկացած մեկը կարող է լսել Սուրբ Հոգուն։ You can hear the word epicenter. Դու որ լսեցիր այդ էպիկենտրոն բառը, Yeah. These things don't always have to come through our recognized leaders. անպայման չի, որ այս ամեն ինչը գա ճանաչված առաջնորդների միջոցով։ We honor leadership here. Մենք պատվում ենք, հարգում ենք We առաջնորդներին։ respect leadership here. Այո, But not everything comes from a leader. բայց ամեն ինչ չի, որ գալիս է առաջնորդից։ Sometimes the body of Christ can hear things. Երբեմն Քրիստոսի մարմինն է լսում։ In fact, I would say often the body of Christ hears things. Ոչ թե երբեմն, այլ հաճախ Քրիստոսի մարմինն է Now, լսում։ leadership are here to weigh things, Առաջնորդները կշռում են, քննում են դա, to give safety and security, որպեսզի ապահով լինի, որպեսզի անվտանգ լինի այդ to ամենը, make sure these things really are in line with the truth of God's word. որպեսզի բոլորս համոզված լինենք, որ այն ինչ որ լսել ենք, Աստծո խոսքի հետ համահունչ է, But they're not the ones that exclusively God speaks to. բայց իրենք այն մարդիկ չեն, ում հետ Աստված բացառիկ կերպով խոսում է միայն։ Jesus said, my sheep know my voice. Հիսուսն ասում է իմ գառները ճանաչում են And իմ I want to ձայնը։ encourage you to listen to the voice of the shepherd. Լսեք հովվի ձայնը, ես հորդորում եմ ձեզ։ In churches that I've been in, Այն եկեղեցիներում, որտեղ ես եղել եմ, several of the major moves of God, several of the major moves of Աստծո God կարևոր հիմնական շարժերից մի քանիսը have been prophesied first through members of the congregation. նախ մարգարեացվել են անդամների կողմից, տվյալ եկեղեցու տարբեր անդամների կողմից։ I want to encourage you, keep listening. Հորդորում եմ ձեզ շարունակեք լսել։ Keep being a people of the Spirit. Շարունակեք լինել հոգու մարդիկ։ Yes, honor leaders. Այո, առաջնորդների վրա։ Yes, obey your leaders. Այո, հնազանդվեք ձեր Yes, leaders առաջնորդներին։ will weigh things and give Այո, security. առաջնորդները կկշռեն, կքննեն, որ ապահով լինի ամեն ինչ, But all of you listen to the Spirit. բայց ամեն մեկը լսեք հոգուն։ The Holy Spirit said. Սուրբ հոգին ասաց։ It was a church shaped by the Holy Spirit. Անտիոքի եկեղեցի էր, որը ձևավորում էր Սուրբ հոգին։ My last point Ու իմ վերջի կետը։ is that it was a church that sent people out. Անտիոքի եկեղեցի էր, որ մարդկանց ուղարկում էր դուրս։ This is going to be a church like Antioch. Սա լինելու է Անտիոքի նման եկեղեցի, This is going to be a church that sends out apostles and prophets. որ ուղարկելու է առաքյալներ ու մարգարեներ։ That's going to be obviously people like Karen. Դա լինելու է ակնհայտ կերպով Կարենի նման մարդիկ։ There are people from here who are going to go to new nations. Այստեղ մարդիկ կան, որ նոր ազգերի մեջ են գնալու։ There are people here who are going to open up new church plants Մարդիկ կան այստեղ, որոնք նոր եկեղեցիներ են հիմնելու։ across this region, Այս տարածքում up into former Soviet Union, խորթային նախկին միության երկրների մեջ, across into southern Europe, հարավային Եվրոպա down into the Middle East. ու մերձավոր արևելք դեպի հարավ։ And we need to honor that. Ու մենք պիտի պատվենք դա։ We need to send people, Մենք պիտի ուղարկենք մարդկանց, that people go from here. որ մարդիկ գնան այստեղից։ Now, Paul and Barnabas came back. Պողոսն ու Բարնաբասը վերադարձան էլի։ And when we send people, they come back. Երբ որ մենք ուղարկում ենք մարդկանց, իրանք հետ են They come գալիս։ and tell the good stories of what God's doing. Իրենք գալիս են պատմում են զարմանալի բաների մասին, որ Աստված անում է։ But I want to finish this by applying it slightly differently.
Բայց ես ուզում եմ ավարտել մի փոքր այլ կիրառում տալով։ In one sense, Ինչ որ մի իմաստով, when you have an apostle based in a church, երբ որ եկեղեցին ունի առաքյալ, the whole church becomes apostolic. ողջ եկեղեցին է դառնում առաքելական։ The word apostle means to be sent with authority. Առաքյալ բառը հունարեն նշանակում է հեղինակությամբ կամ իշխանությամբ ուղարկված մեկը։ Jesus was the great apostle sent from heaven with authority. Հիսուսը մեծն առաքյալն էր, որ երկնքից ուղարկվել էր իշխանությամբ։ Jesus gathered his 12 apostles and sent them with authority. Հիսուսը հավաքեց իր 12 առաքյալներին եւ իրենց իշխանությամբ ուղարկեց։ And then the risen Lord Jesus has given grace gifts of men to be sent with authority. Ու հետո հարուցյալ Հիսուսը պարգևներ է տալիս մարդկանց, որոնք կուղարկվեն իշխանությամբ։ But the truth is this, Բայց ճշմարտությունը հետևյալն է։ all of you are sent with authority. Բոլորդ ուղարկված եք իշխանությամբ։ All of you get to be apostolic in some form. Բոլորդ ինչ որ իմաստով առաքելական եք։ Because Jesus sends all of you out this week Որովհետև Հիսուսը ամեն մեկիդ ուղարկում է։ into your school or college, Քո դպրոցը, քո համալսարանը, into your workplace, your office, քո your factory, աշխատավայրը, քո գրասենյակը, քո գործարանը։ into your charity, Ինքը ուղարկում է քո բարեգործականի մեջ։ into your community where you live. Այն բնակավայրը, որտեղ դու ապրում ես, որ իմաստն ես։ You see, apostolic ministry isn't just something that Karen and I do. Առաքելական ծառայությունը մենակ այն չի, ինչ որ ես ու Կարենն ենք անում։ Apostolic ministry is to go with the power of Jesus Առաքելական եկեղեցու ծառայությունը դա Հիսուսի զորությամբ գնալն է and to be a light in the darkness. ու խավարի մեջ լույս լինելն է։ And you also are being sent like lights in the darkness. Ու դու եւս ուղարկվում ես որպես լույս խավարի մեջ։ Do you live in a dark area? Արդյոք դու ապրում ես մի տարածքում, որտեղ խավար է, Is your neighborhood difficult? դժվար մարդկանց մեջ ես ապրում, դժվար համայնքում, Are there some difficulties in your family? քո ընտանիքում խնդիրներ կան, Is your workplace a difficult place? այնտեղ որտեղ աշխատում ես, այն չի, Is where you live a difficult place? որտեղ դու ապրում ես, ինչ հարևաններ են, ինչ Yes, of մարդիկ են, course it is. խնդիրներ կան, իհարկե բոլորիս մոտ էլ կան նման հարցեր։ That's why God sent you there. Հենց դրա համար է Աստված քեզ այնտեղ ուղարկել։ Because Jesus said to all his followers, Որովհետև Հիսուսը ասել է իր բոլոր հետևորդներին. not only am I the light of the world, Ոչ միայն ես եմ աշխարհի լույսը, but you are the light of the world. այլև դուք եք աշխարհի լույսը։ And I believe Jesus is apostolically sending this Antioch church Ու ես հավատում եմ, որ Հիսուսը առաքելական կերպով ուղարկում է այս Անտիոք եկեղեցին to nations ազգերի մեջ and neighborhoods, եւ համայնքների մեջ։ to the ends of the earth Մինչև աշխարհի ծայրերը and the end of your street. ու մինչև քո փողոցի ծայրը We all get called up in this. բոլորս սրա մեջ ենք։ So if you feel you're part of this Antioch church, Եթե հավատում ես, որ դու ես Անտիոք եկեղեցու մասն ես, a church of the nations, որ ազգերի եկեղեցի է, a church of the grace of God, որ Աստծո շնորհի եկեղեցի է, a church shaped by the Holy Spirit, Սուրբ Հոգով ձևավորվող եկեղեցի է, and a church being sent by the risen Jesus. ու եկեղեցի է, որին ուղարկում է հարուցյալ I Հիսուսը։ just want to pray for you. Ապա ես ուզում եմ աղոթել ձեր So համար։ if that's you, maybe you'd like to stand. If Եթե you're դու part այդ of this մարդն church. ես, որպես Անտիոք եկեղեցի, եկեք կանգնենք։ Thank you, Lord. Շնորհակալ ենք Տեր։